Բարև ձեզ հարազատներս, այսօր պատմելու եմ իմ քաղաքական դիրքորոշման մասին, սա նորություն չի իմ դիտորդների համար, ովքեր որ հետևում են ինձ, բայց նորից էլի հիմար կոմենտներ եմ կարդում, որ Միքայել Աջապահյանի տեսահոլովակն եմ դրել էջիս ու գրում են էլի հիմար ձևով, որ վայ ձեզանից չէինք սպասում, վայ դու մեզ էլ ուր ես տանում, լավա չգրեցին էլի չեմ ուսնացած չեկիս տեստանում ես Ռուսաստանից ապոգիտակնես, դե դրանց բլոկել եմ, բայց հիմա նոր ինչ որ շարժում է եկել, հələ դրանց չեմ հասցրել բլոկել, գուցե այդ նույններն են նոր պրոֆիլներով մտած, բայց ժամանակ առ ժամանակ ես իմ քաղաքական դիրքորոշումը ասում եմ, որովհետև նենց մարդ չի կարա լինի մեր երկրում 2 միլիոն մարդ ենք, այս երկիրը պիտի պահենք ու ասենք մենք քաղաքականությունից բան չենք հասկանում, սա հիմարություն է, որովհետև 2026 թվականին պիտի գնաս ընտրության։ Եթե չես գնալու դեգեներատ ես, եթե դիրքորոշումդ չգիտես հələ դեգեներատ ես, որովհետև պիտի հայտնի լինի քեզ ինչի համար ես դու այս երկիրը պահելու մարդը դու ես, ուրիշ մեկը չի լինելու, այս 2 միլիոն մարդն են, 2 միլիոն 1/3-ը որ դրսում է, դա օգուտ չի մեր երկրին, մենք այս 2 միլիոնով այս երկիրը պիտի պահենք ու մենք պիտի հստակ մեր դիրքորոշումն ունենանք, չեմ ասում որ բոլորը պիտի կիսեն իմ դիրքորոշումը, բայց իրանք ամեն մեկը իր կարծիքը պիտի ունենա ու գնա իր ընտրությունը կատարի, սա շատ կարևոր է ու ովքեր ինձ հետևում են գիտեն, որ ես երևի ամեն 3-րդ տեսահոլովակից մեջ ասում եմ իմ դիրքորոշումը, բայց սա մի քիչ երկար կլինի ու կարևորը որ սա ես իմ էջին ունենամ ես իմ մտքերս հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվա առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ուրեմն հիմար կոմենտներ կան, Թուրքիայի մասին եմ այսօր մի քիչ խոսելու, ինչ գիտելիքներ ունեմ, հիմար կոմենտներ եմ կարդում, որ վայ թուրքերը բան չգիտեն, բան չեն հասկանում, ես իմ ինչա, ուզում եմ ասեմ մենք եւ թուրքերը շատ մեծ տարբերություն է, շատ զարգացվածության, երկրի զարգացվածության, ինձ անհատները ոչ մի անգամ հետաքրքիր չեն եղել, երկիրներն են, երկրի զարգացվածությունը բժշկությամբ եմ սա ասում, եթե ես զգում եմ, որ եթե մենք բոլորս լծվենք, մեր բժշկությունը զարգացնենք, իմ օրոք մի 20-25 տարվա մեջ կարող ենք հասցնել մեր բժշկությունը Մոսկվայի բժշկությանը։ Սա չի նշանակում, որ մեր երկրում վատ բժիշկներ են կամ ինչ են, մենք ունենք լավ բժիշկներ, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգների բժշկից մի գլուխ լավը կլինեն, բայց ընդհանուր բժշկությունը, երկրի Շամշադինի բժշկությունը, Գորիսի բժշկությունը, որ հասցնենք Մոսկվայի մակարդակին, մի 20-25 տարի պետք է որ բոլորս լծվենք այդ աշխատանքի ու հույս կա այդ դեպքում։ Բայց Թուրքիայի բժշկության մակարդակին իմ օրոք չենք կարալու հասնել։ Ես սա գիտեմ, որ ուզում եք հասկանալ, դուք ուրեք ու թուրքերն ուր են։ Սա շատ կարևոր է, պատմություն կպատմեմ ինչպես եմ ես Թուրքիայում եղել 2 անգամ, սա գուցե թեմայի հետ կապ չունենա, բայց կուզեմ այս տեսահոլովակի մեջ դրա մասին նույնպես խոսացած լինեմ, 2 անգամ եմ եղել Թուրքիայում, առաջի անգամ եղել եմ մոտավորապես 30 տարեկանում, երևի բոլորի կյանքում տենց էտապ լինում է, որ չես ուզում ապրես, հիշում եմ, որ վազեցի, եկավ մի պահ, որ չհասկացա ինչի համար է ես ամեն ինչը վազում, ուր հասա, ինչ եղավ, կյանքը դեմից ծևանում է, ուզում ես մահանաս, դու հավատացյալ ես, չի կարելի քեզ ոչ մի ինքնասպանություն, ինչ անեմ, գնամ Թուրքիա։ Թուրքիայի մասին ոչ մի տեղեկություն չունեի, բացի եղերնի պատմություններից, ասեցի դե ինչ կանեն, չեն անի, մեկը վերջում կսպանեն, գոնե կսպանեն, Աստված ոչ արասցե հասնեք այդ զգացմունքներին, այդ ցանկություններին, տոմսս գնում եմ Թուրքիա, համարյա թուրք չեմ տեսնում այդ երկրում, դե տուրիստական ճիշտ հյուրանոց եմ գնում եմ այդտեղ բոլոր ռուսներ ու գերմանացիներ են այդ հյուրանոցում, օդանավակայանում թուրքերը տարան անձնագիրս մի քիչ տարան, բերեցին, դե Ռուսաստանի անձնագիր է, բայց գրած է որ Երևանում եմ ծնվել, ու you are from Armenia, ասում եմ yes Armenia, next to Russia, Ռուսաստանի կողքը, ասում եմ no, next to you, քո կողքը, մի խոսքով բան վերցեցին, հետո տվեցին, ու էլ չեմ հիշում, թուրք համարյա մի քանի ծառայող կային այդ հյուրանոցում, ծովափին, այդ եմ հիշում, որ ես Թուրքիայում այդ ծովը արևը սարերի մեջ իմս էր, դա այդպես տպավորություն էր, որ սա իշխում պապերը սեսի մերն է եղել, այդպես տպավորություն էր, ու հետո ինչ երկիր ես եղել եմ, ոչ մեկ չի եկել Թուրքիայի այդ զգացմունքներին, որ սա դուրս չի եկել այդքան ինչքան Թուրքիան։ Հենց այդ արևը, սարերը ու ծովը իրար հետ, սա ոնց որ մի տեսակ լրի հոգեհարազատ էր շատ ինձ։
Երկրորդ անգամ Թուրքիա գնում եմ, հա, Արամ Ասատրյանն են լսում, այդպես տուրիզմը այդպես զարգացած, որ դիմավորում են երևի։ Մի քանի տարի հետո արդեն որ շատ ուզում էի արդեն ապրեի 120 տարի ու շատ լավ։ Ընկերուս հետ շատ անհաջող աշխատանքի ենք, որ քիչ աշխատավարձ ենք ստանում, ուզում ենք մի քիչ այդպես էկոնոմ գնանք մի տեղ հանգստանալու, ինքս ամբողջ աշխարհը պտտված, Թուրքիա, Եգիպտոս եղած չկա, բան, չնայած Եգիպտոսը ամենաարժանի երկիրն է, որ մարդը գնա իր պատմությունը տեսնեն, մի խոսքով, այս ой, Лило, я в Турции не была, բան, ես ինչ ասում եմ, լսի, դե թուրք չկա, ես գնացել եմ, թուրք չկա։ Մեր գումարն մենակ էտա, վեր ենք գնում Թուրքիա ու տեսնում մեր հյուրանոցում 600 թուրք։ Մերիվ սև է հյուրանոցը, մի 600 թուրք, բանը փողկապներով, կոստյումներով, բեյջերը կախած կոնգրեսը։ Կոնգրեսը մեր շուրջ պտտվում են, բայց ես արդեն ապրել եմ ուզում, ոչ մի բան հետաքրքիր չի։ Ու վերջում էլի լավ հանգստանում ենք, հայերն էլ ասեմ, որ առաջի այդ որ ուզում էի մահանամ, ինչ ասես արեցի այդ թուրքը, մեր պարաշուտով որ թռնում են, էլ այդ կայակներով, որ են ամենավատ գետերով որ իջնում են, որ ասում մի խոսքով այդ ամեն ինչը փորձեցի, իմ մեռնելու ժամանակը չէ։ Գալիս եմ Մի խոսքով որ այդ էլ ենք լավ ժամանակ անցկացնում ու դուս գալուց տեսնում որ Pfizer-ը գրած որ բժշկական կոնգրես է փաստը։ Մի խոսքով լավ, այս Թուրքիան էր, բայց Թուրքիայի մասին ուրիշ բան եմ ուզում ասեմ, Թուրքիայի բժշկության մասին, ես ինչ կոնգրես գնացել եմ արտասահմանում, որտեղ որ գնամ նստեմ, կողքս գալու է թուրքը նստի։ Այ մեզ իրանք, այդ էլ ասեմ, որ Օլայի հետ հանգստանում ենք, այդ թուրքերը մեր կողքը պտտվում են ու այդ եմ զգում, որ Օլան լրիվ սլավոնական իրա վրա չեն նայում, ինձ են նայում այդ բոլորը, ուզում ասեմ, մեզ շատ հավանում է։ Ու այդ կոնգրեսներին որտեղ որ նստեմ թուրքը գալու է կողքս նստի, ու ասի, որ ինքը Թուրքիայից է, դու որտեղից ես, ասում եմ, I am from Armenia, մի քանի րոպե ուսանում, տեսնում չէ որ ես հետը խոսում եմ, բան, շատ լավ իհարկե խոսում եմ բոլորի հետ արտասահմաններում, մեր երկում էր որ գան որպես հյուր գան գնան, ես շատ լավ եմ բոլոր մարդկանց հետ, սա խնդիր չի, բայց եթե մեկը գա մեր երկրի ուրիշ նպատակով, մեր երկրի սահմանը անցնի, ես դառնում եմ մարդասպան, ամեն ինչի ունակ ու կզարմանամ, եթե դուք դրանցից չեք, որովհետև այս 2 միլիոն մարդը ուրիշ ձև չի կարա այս երկիրի պահի։ Սա պիտի հասկանանք, ես չգիտեմ սա ինձ էլեմենտար բաներ է, որ պիտի հասկանալի լինի։ Արտասահմանում, հիմա կոնգրես է, կանչերավիրել են ու բոլորս պիտի ներկայացնենք մենք որտեղից ենք եկել, ինչերով ենք զբաղվում մեր երկրում, ես էլ ու օնկոգինեկոլոգիայի կոնգրես է, ես ճիշտ է վերապատրաստված եմ որպես օնկոգինեկոլոգ, բայց ես չեմ աշխատում որպես օնկոգինեկոլոգ, ես գինեկոլոգ եմ, ինչի եմ գնացել ահագին ժամանակ ծախսել օնկոգինեկոլոգիայի վերապատրաստման, որ այդ նախաքաղցկեղներում բան բաց չթողեմ, հանկարծ նենց չլինի, որ ես մի բան բաց թողեմ, միջև հասցնեմ քաղցկեղ, քաղցկեղը կա, ես արդեն տալիս եմ օնկոգինեկոլոգներին, բայց միջև քաղցկեղը, որ ես լրիվ այդ սպեկտրս լրիվ բուժացրել եմ։ Հիմա դες ինչ պիտի օնկոգինեկոլոգների կոնգրեսին ներկայացնեմ։ Ես էլ այդ տարին Անապայում եմ աշխատում, երևի արդեն լսել եք պատմել եմ, որ ինչ հիանալի կլինիկա է, ինչքան հագեցած ինստրումենտներով, ինչ այդ ատմոս կոլպոսկոպ, բան հիմա որ ինձ ասում են ինչ չես կլինիկա բացում, ասում եմ ինչու ատմոս կոլպոսկոպը չունենամ, չեմ կարող բացել, մի ուրիշ մակարդակը գերմանական կոլպոսկոպը, որ գերմանացիներս քիչ ունեն։ Անապայի կլինիկայում դա դրած է։ Ու ես ինձ ասեցին ինչ է քեզ պետք, ու ես էլ ասեցի ինձ ինչ է պետք, ու մի ուրիշ ձև հագեցած էր կաբինետս, դել չեմ ասում, որ ինքը հյուրանոց էր բարձրակարգ մակարդակի, այդ հյուրանոցը վերանորոգել էին որպես հիվանդանոց այդ Անապայի ու որ հիվանդին ասում էի գնա միզապարկը դատարկի, այդ զուգարանը որ մտնում էր, դուս էր գալուս ասում դոկտոր мне еще и подмыться, ասում եմ չէ մենակ միզապարկը դատարկի արի։ Ամեն ինչը, որ գերձայնային ապարատը կաբինետից մեջ, այդ ատմոս կոլպոսկոպը, այդ պայպը, ինչ ասես, ու ես ներկայացնում եմ մի տեսահոլովակ, որ ես կարող եմ մի այցի ժամանակ, հիվանդի մի այցի ժամանակ իրան ամբողջությամբ հետազոտեմ, քաղցկեղը ժխտեմ, ինքը գնա տուն, որ երկրորդ անգամ չգա իմ մոտ։ Ես դա եմ ներկայացնում ու երկու լավագույն պրեզենտացիա լինում, մեկը իմ էս ասելու է գովում եմ ինձ, դե հիմա էս գովարա, գովալ չի, որ ամերիկացին իմ ելույթից հետո գալիս է կողքից նստում, ասում եմ մենք երևի տենց կլինիկա չունենք, որ ձեր մոտ Անապայում, ասում ես որ իմ հիվանդին էխո անեմ, ես պետք է մի 24 ժամ հերթ կանգնեմ, իրան էխո անեմ վիրահատությունից հետո։ Մի խոսքով
Երկրորդ պրեզենտացիան Թուրքիան է։ Դե ինչի ենք մենք սենց, որտեղ մենք ամերիկացուն պետք չի գալի Ավստրիայում էր այդ կոնգրես Ավստրիայում ինչ որ ջանք թափի իրան ներկայացնի, որտեղ ամերիկացին որ գալիս են, ամերիկացի արդեն բոլորը կռացած են իրանց դեմ, բայց ինձ ով է ճանաչում, դրա համար ես պետք է մի քիչ ջանք թափեմ, որ Երևան դրսերում։ Նույնն էլ Թուրքիայի ներկայացուցիչը ներկայացնում է, որ իրանք կրծքագեղձը վերահատությունն է ցույց տալիս, որ ինքը ինչ է անում, որ կրծքագեղձը էնդոսկոպիկ քաղցկեղը կրծքագեղձի էնդոսկոպիկ վերահատեցին, այսինքն 5 մմ-անոց 3 ծակ արեցին, կրծքագեղձի քաղցկերը այդ ծակերով հանեցին, էլի բոլորը ապշած, ամերիկացի, ավստրիացի, ճիշտ է, հետազոտությունների էտապում, բայց այդ մարդիկ դրանով զբաղվում են։ Ուզում եմ ասեմ, դա 15 տարվա պատմություն եմ պատմում, 15-ը 30-32 տարեկանում եղել այդ ամեն ինչը, դա հəl այդ ժամանակներ, ինչքան ենք մենք հետ, ուզում եմ ասեմ, իմ օրոք մենք Թուրքիան չենք կարելի հասնենք, այս հիմնականը, մնացած թեման, որն է, որ հակառուսներին է սա որ վերաբերվում, որ համարում են, որ մենք ուզում ենք ռուսի սապոգի տակ իրանց մտցնենք, հիսիմ ինչ անենք, մենք ինչ եմ ուզածս որն է, որ հիմա մեր այս անգրագետ երկրում, արդեն ասել եմ, անգրագետ երկրում ենք, բժիշկների 50%-ը անգրագետ են։ Թիվը քիչ եմ ասում ես, խնայելով եմ ձեզ ասում, որ անգրագետ են, հսկողություն չունենք մեր բժշկության մեջ։ Հսկող մեկը չկա, մի հատ հսկող, հասկացող հսկող մարդ, որ գնային մյուսինասի արգանդը ինչի համար է հեռացում։ Հսկողը գնում է բացում, պատմագիրը տեսնում, վայ, քսուքը դրած է, հա, շատ լավ է։ Քսուքը դրած է, ուրեմն կարելի է արգանդը հեռացնել։ Հասկանում եք, ինչ աբսուրդի վիճակում է մեր բժշկությունը։ Ու մի բան պատմություն կա Չեխովն ոնց որ գրել, որ բժիշկը գալիս է մահացած հիվանդի մոտ, արդեն հասնում է մահացած է լինում հիվանդը, հարազատներին հարցնում է, «Больной перед смертью чихал», ասում են դա, լացվելով ասում են դա, ասում է это хорошо։ Հիմա մեր բժշկությունը քսուքը դրած է, ուրեմն արգանդը կարելի է հեռացնել։ Հսկող մարմիններ չունենք այս երկրում, ինչ սա խնդիր է մեծ։ Ռուսաստանում ինչով է լավ, որ իրանք հսկողներ ավելի շատ են, քան աշխատողներ արդեն։ Այն ժամանակները գուցե այն սկզբի տարիներում չկային, հիմա արդեն հսկողները ավելի շատ են։ Բայց ուրիշ բան էի ուզում ասել բժշկության մի խոսքով հասնել, հա, հիմա որ դուք ուզում եք Թուրքիայի հետ սահմանները բացեք, բան այս 2 միլիոն անգրագետ ասեմ, կիսագրագետ ասեմ, հետամնաց երկիր ենք, որ բաց է սահմանը 300,000 թուրք կա մտնի մեր երկիր, տներն էլ արդեն դե պատրաստ է իրենց համար, ինչ կլինի մեզ հետ։ Կգան վրաներովս կանցնեն ու կգնան։ Չեն թողի դուք տենց անգրագիտություն անեք։ Ձեզ կասեն լսի, մեր թուրքին սենց չեն բուժում, դու մի հատ գնային կողմ, քո քսուկը վերցրու գնային կողմ։ Մեզ էլ օգուտ կլինի, որ իրան գան մեզ հսկեն։ Մեր մնակցությանը վնաս քիչ կտանք։ Բայց պատրաստ ենք մենք դա, մեր երկիրը տալիս ենք, որ վրաներովս անցնեն, էսա մեր ուզածը։ Կարծում եմ ոչ։ Ու նես չի, որ սա մենք ենք պահում, որ թուրքերը չգան։ Սա կարևոր է, որ դուք հասկանաք։ Նես չի, որ սա ես եմ նենց բաներ անում, որ թուրքերը չգան մեր երկիրը գրավեն։ Կամ մեր երկրի ղեկավարությունն է անում նենց, որ թուրքերը չգան։ Մեր երկրի ղեկավարությունը վաղուց տրուսիկները հանած պարկած են, ասում են եկեք, պատրաստ ենք։ Մենք շրջապատված ենք գել տերությունները, ոչ թե գեր տերությունը, գել տերություններով, որոնք կարան մեզ ուտեն 5 րոպեվա մեջ։ Իրանց բոլորին պետք է այս երկիրը այստեղ լինի, այս քրիստոնյա երկիրը այստեղ լինի, իրանց բոլորին օգուտ չի, որ Թուրքիան տենց գնա առաջ, տեսնում են ինչ է դառնում, Թուրքիան առաջ է գնում։ Մեզ այստեղ պահում են այս քրիստոնեության համար։ Ուրիշ բան չունենք, ուրիշ արժեք չունենք մենք այս երկրում մեզ պահելու համար։ Հասկանում եք, մենք չենք մեզ պահում որպես այս երկիր, այս էլ է գեր տերություններին օգուտ չի, որ մենք չլինենք, իրանց օգուտ է, որ մենք լինենք։ Մենք էլ զենք չունենք, մեր զենքը որն է, գրագի տանանք ու քրիստոնեությունը, երկու զենք է, որ պետք է սրած պատրաստ լինի, որ դու գիրք կարդաք ու քրիստոնեությունը ով գա մեր երկիր մեխես ճակատի քրիստոնեություն, ու դուք լեզուները չի պապանձվում, հայ առաքելական եկեղեցու դեմ խոսում եք, հաչում եք, հայ առաքելական եկեղեցու ծառայողի դեմ բան եք խոսում, հասկանում եք, այդքան լվացած է ուղեղները, ջնջած է, այստեղից կիսած չկա, ուղեղ չկա, այն ուրիշ ձև չեմ կարա ձեզ բացատրեմ, նկարագրեմ, դուք ինչ եք։ Այն հայը, որ գնում է սեկտա,
լավ եք անում, գնացեք լսեք, բայց հայ առաքելական եկեղեցու դեմ խոսել, սա է մեր զենքը, այս երկիրը պահելու զենքը, այս միայն հայ առաքելական եկեղեցին է։ Ու դուք պետք է մի քիչ գրագիտանեք, որ դա հասկանաք, գիծ պետք է կարդաս ու ուղեղդ աշխատի դա հասկանաս։ Ովքեր այդ սեկտաներից եք, բլոկվեք, գնացեք ժողովուրդ ջան, ես ձեզ գտնելու եմ, բլոկելու եմ ընթացքում։ Ինձ պետք չի ինձ ներվայնացնեք, հիստերիկայի մեջ գցեք, ինֆարկտի հասցնեք։ Սրանից հեշտ ձևով, բացատրելի ձևով բացատրել չեմ կարող։ Այս երկիրը հայ առաքելական եկեղեցու շնորհիվ է երկիր դեռ մինչ այսօր։ Մնացածս ոչ մի արժեք չունենք։ Ինչու ոչ մի բան չենք արել այս երկրի համար դեռ։ Եկեք անենք, մեզ խանգարող չկա, ռուսներից ազատվելու միակ ելքը զարգանալն է։ Ուրիշ բան չէ, ելեք եմ ասում, էլի քրիստոնեությունը պահեք, որովհետև իրանց էլ օգուտ որ դուք քրիստոնյա լինեք։ Ոչ թե սեկտաներով բանով տարվեք, գնաք լուծվեք, կորչեք, ասեք թուրքերը գան, մենք լավ ապրենք։ Երկու բան կա, ծառայելու կամ աստծուն եք ծառայում կամ մամոնային, դա գրված է, դա արդեն մամոնան էլ փողն է։ Եթե ձեզ համար երկիրը արժեք չի, փողն է արժեք, չեք կարողանալ այս երկրին օգտակար լինեք։ Ասելիքս էս էր, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։